Բարի օր, սիրելի բարեկամներ, եթերում Բանն Աստծո քրիստոնեական հաղորդաշարն է։ Այսօր կխոսենք Աստվածաշնչյան մի շատ ուշագրավ հատվածի Հիսուսի և Նիկոդեմոսի զրույցի մասին։ Այս դեպքի մասին գրված է Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխում։ Սակայն մինչ բուն թեմային անցնելը կցանկանայի մի պարզեցում նշել կապված նախորդ, այսինքն 2-րդ գլխի վերջին տողերի հետ կապված։ Այդ խոսքերում տեղեկություն է տրվում Հիսուսի հասարակական ծառայության սկզբին ականատես եղած մարդկանց մասին։ Առավել կարևոր է այն, որ այդ խոսքերում նշվում է պատճառը, թե ինչու էր Հիսուս կարողանում լավ ծառայել անհատներին, երբ առանձին հանդիպում էր նրանց։ 2:25-րդ խոսքում գրված է. ինքը գիտեր, թե ինչ կա մարդու մեջ։ Շատ մարդկանց հավատը մակերեսային էր։ Այն հիմնված էր տեսանելի նշանների վրա, որոնք Հիսուս անում էր, սակայն մարդիկ անմնացորդ չէին ընդունում նրա բոլոր պահանջները։ Հիսուս շատ լավ գիտեր յուրաքանչյուր մարդու բնավորությունն ու շարժառիթը, քանի որ նա գիտեր այդ մարդկանց մակերեսային հավատի մասին, ինքն իր անձը չէր վստահում նրանց։ Եվ այսպես անցնելով բուն թեմային նշեմ, որ Հովհաննեսի ավետարանը միակ ավետարանն է, որտեղ նշվում է Նիկոդեմոսի մասին։ Շատ աստվածաբաններ այն կարծիքին են, որ նա եղել է հրեական Գերագույն ատյանի Սինեդրիոնի անդամ, քանի որ Հովհաննեսը նրան ներկայացնելիս կոչում է հրեաների առաջնորդ։ 70 անդամներից բաղկացած այս ատյանը հիմնվել էր Հունաստանի գերիշխանության ժամանակներում և ներառում էր քահանայապետին, որը ատյանի գլուխն էր, ընտրված ծերերին, դպիրներին, փարիսեցիներին ու սադուկեցիներին։ Այս մասին մենք խոսել ենք մեր նախկին հաղորդումներից մեկի ժամանակ կրոնական համակարգը վերնագրով։ Նիկոդեմոսի բնութագիրը այն էր, որ նա գրագետ էր Սուրբ գրքի մեջ, քանզի նույն գլխի 10-րդ խոսքում կարդում ենք, թե ինչպես է Տեր Հիսուսը նրան անվանում Իսրայելի ուսուցիչ։ Հովհաննեսը սկզբում նրան ներկայացնում է որպես մարդ փարիսեցիներից կամ փարիսեցիներից մեկը, սակայն հավանաբար նրա մարդ տերմինը ընտրելը պայմանավորված է նաև համատեքստով, ինչպես արդեն ասացինք նախորդ հատվածի վերջին խոսքում, ևս այս տերմինը նույնիսկ 2 անգամ օգտագործվում է։ Հնարավոր է սա նաև բովանդակային կապի ցուցիչ է, որ Նիկոդեմոսը նրանցից մեկն էր, ովքեր հավատացին Տիրոջը, տեսնելով այն բազմաթիվ նշանները, որոնք նա գործեց։ Միգուցե հենց այդ նշաններն էին Նիկոդեմոսին խորելու տեղիք տվել, և դա էր պատճառը, որ նա գտավ Տեր Հիսուսին անձամբ նրա հետ խոսելու համար։ Այն, որ Նիկոդեմոսը Տիրոջ մոտ եկավ գիշերով, հաճախ բացատրվում է որպես նրա թուլության նշան, կարծես նա վախենում էր հրեաներից։ Սա կարող եք համեմատել Հովհաննեսի 19-րդ գլխի 38-39-րդ խոսքերի հետ, բայց նա այդքան վախկոտ չէր։ Սա կտեսնեք, եթե համեմատեք Հովհաննեսի 7-րդ գլխի 51-րդ խոսքի հետ։ Ամենայն հավանականությամբ նրա հիմնական պատճառը այն էր, որ գիշերը նա կարող էր ավելի հանգիստ զրուցել այս նոր ռաբբիի հետ։ Նշեմ, որ հրեական ուսուցիչները նույն պատճառով էին գիշերը սովորաբար զբաղվում Թորայի ուսումնասիրությամբ։ Որպես հրեա կրոնական առաջնորդ Նիկոդեմոսն ամուր հիմնված էր ուղղափառ հուդայականության վրա, ըստ որի Աստծո բարեհաճությանը արժանանալու համար հարկ էր պահպանել օրենքը, ծերերի ավանդույթները։ Նրա մոտեցման ձևից երևում է, որ նա իսկական ուսուցիչ է, նրա խոսելաոճը տրամաբանական էր։ Նիկոդեմոսը չսկսեց հարցով, այլ հայտարարությամբ։ Տեսած բոլոր այդ նշաններից նա չէր կարող այլ եզրակացության գալ, քան այն, որ Հիսուսը մի ուսուցիչ էր, որին Աստված էր ուղարկել։ Կարող եք համեմատել Գործք առաքելոց 2-րդ գլխի 22-րդ տողի հետ։ Նիկոդեմոսն իր այս եզրակացության մեջ հղում էր անում ընդհանուր ընկալմանը, թե ոչ ոք չէր կարող նման մեծ հրաշքներ գործել, եթե Աստված նրա հետ չլիներ։ Նա իրեն դրսևորեց որպես այդ ընկալման խոսնակ։ Այդ պատճառով էլ օգտագործեց «մենք գիտենք» արտահայտությունը։
Անցնելով առաջ ցանկանում եմ նշել, որ Նիկոդեմոսի հետ Հիսուսի զրույցը խիստ կարևոր է, քանի որ նշվում է, որ վերստին ծնունդն անհրաժեշտ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մտնել Աստծո թագավորություն։ Դա բնական կամ ֆիզիկական ծնունդ չէ, այլ հոգևոր վերափոխում։ Հովհաննեսի 3:3 տողում կրկին ծնվել արտահայտությունն ունի նաև վերստին ծնվել իմաստ, հայերենում թարգմանվում է հենց այդպես։ Վերածնվել արտահայտության շուրջ բավականին բանավեճեր են եղել։ Անոտեն բառը, հունարեն բառը, կարող է նշանակել ինչպես նորից, այնպես էլ վերից, վերևից։ Առաջին իմաստի օգտին խոսում է Նիկոդեմոսի սխալ հասկանալը և հաջորդ 4-րդ խոսքում գրված երկրորդ անգամ արտահայտությունը, և նաև այն, որ վերստին ծնունդ գաղափարը հանդիպում է Նոր Կտակարանում ուրիշ տեղերում, ինչպիսիք են Տիտոսի 3:5, Առաջին Պետրոսի 1:3 և 23-րդ խոսքերը։ Սակայն վերից թարգմանության օգտին է խոսում 31-րդ խոսքի բովանդակությունը, ինչպես նաև Հովհաննեսի 1:13 խոսքում գրված Աստծուց ծնված արտահայտությունը։ Սակայն էական տարբերություն չկա, քանի որ Տեր Հիսուսը խոսում է հոգուց ծնվելու մասին, ուստի և վերից Աստծուց և նորից իմաստները տեղին են։ Այսպիսով Տեր Հիսուսը Նիկոդեմոսի «Եթե Աստված նրա հետ չլինի» պայմանականությանը պատասխանեց իր իսկ «Եթե վերստին չծնվի» պայմանով։ Վերստին ծնունդը մեկնաբանելիս 5-րդ խոսքում Հիսուս նշում է դրանում ընդգրկված երկու կարևոր տարրերը՝ ջուրը և հոգին։ Որոշ մեկնիչներ կարծում են, թե ջուրը Աստծո խոսքն է, որը խորհրդանշում է խոսքի դերը եկեղեցու սրբագործման ժամանակ, ինչպես նկարագրված է Եփեսացիս 5:25 և 26-րդ տողերում։ Այնուամենայնիվ թվում է, թե Հիսուս կենտրոնանում էր ապաշխարության անհրաժեշտության վրա, որի մասին պետք է վկայեր ջրով մկրտությունը։ Հովհաննես մկրտչի վկայության հիման վրա Նիկոդեմոսը պետք է իմանար, որ Աստծո արքայություն մուտքի համար անհրաժեշտ է ջրից և հոգուց ծնվել։ Դրա համար էլ Հովհաննեսը մկրտում էր ջրով, բայց Մեսիան պետք է մկրտեր Սուրբ Հոգով, ինչպես վկայում էր Հովհաննես Մկրտիչը Հովհաննեսի ավետարանի 1:33 խոսքում, և այդ մկրտությունն էր, որ ստեղծում էր նոր կյանք։ Այսպիսով ջուրն ու հոգին միասին ցույց էին տալիս այն նոր ծնունդը, որը հնարավորություն էր տալիս մուտք գործել Աստծո թագավորություն։ Աստվածաբան Մերելթենին նշում է. ջուրը հիշեցնելու էր Հովհաննես Մկրտչի ծառայության մասին, որի ապաշխարության և մկրտության վերաբերյալ քարոզչությունը դեռևս թարմ էր նրա հիշողության մեջ։ Աստվածաբան Ֆրեդերիկ Բրյուսը նշում է, որ վերստին ծնվել կամ ի վերուս ծնվել և ջրից ու հոգուց ծնվել երկու արտահայտություններն էլ ունեն միևնույն իմաստը, սակայն միտքը շարադրելու երկրորդ տարբերակը հիշեցնում է հին կտակարանյան դարձվածաբանությունը և կարող էր արձագանքել Նիկոդեմոսի մտքում։ Եթե նա կարծում էր, թե ծերության ժամանակ անհնար է ձեռք բերել նոր բնություն, ուրեմն պետք է հիշեր, որ Աստված հենց դա էր խոստացել անել իր Իսրայել ազգի համար։ Այստեղ Բրյուսը հիմնվում է Եզեկիելի 36:25-27 տողերի հետևյալ հատվածների վրա. «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և մաքուր պիտի լինեք, և ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և նոր հոգի պիտի դնեմ ձեր միջում, և իմ հոգին պիտի դնեմ ձեր միջում»։ Իսրայելի ուսուցիչը Նիկոդեմոսը պետք է որ գիտակցեր այս ճշմարտությունները։ Այստեղ պետք է նշել, որ Հովհաննեսի մկրտությունը ժամանակավոր բնույթ ուներ։ Հետագայում բոլոր հավատացյալներից կպահանջվեր մկրտվել Հիսուսի անունով, որպեսզի նաև մկրտվեին Սուրբ Հոգով։ Գրված է Գործք Առաքելոց 2:38, 19:3-6 խոսքերում։ Սուրբ Հոգով մկրտությունը հնարավոր դարձավ միայն Հիսուսի փառավորվելուց հետո։
գրված է Հովհաննեսի 7:39 եւ 16:7 խոսքերում։ Այսպիսով, երբ Հիսուսը խոսում էր ջրից եւ հոգուց ծնվելու մասին, այդ պահին դա դեռ ապագայի իրադարձություն էր։ Բայց Նիկոդեմոսը պետք է արդեն իմանար այդ ճանապարհի մասին, հին կտակարանից եւ Հովհաննես Մկրտչի խոսքերից։ Եվ այսպես, որպեսզի Նիկոդեմոսն ավելի պարզ հասկանար վերստին ծննդյան անհրաժեշտությունը, Տեր Հիսուսը հակադրեց հոգուց եւ ջրից ծնվելը բնական ծննդյան հետ։ Համեմատեք Հռոմեացիս 8:5-9 խոսքերի հետ։ Նրա խոսքերի համաձայն գոյության երկու ձև կա, մեկը մարմնի, մյուսը հոգու։ Մարդը ծնված լինելով բնական ճանապարհով պատկանում է մարմնի ոլորտին։ Մարմինը միայն մարմին է ծնում։ Այս դեպքում մարմին տերմինը վերաբերում է մարդկային բնական գոյությանը, որը ձևավորում է նրա մտածելակերպն ու վարքագիծը։ Սակայն այս բնական գոյությունը հիմնովին տարբերվում է հոգու գոյությունից։ Այդ տարբերությունն էլ հենց պատճառ է դառնում, որ մարդն իր ուժերով ի վիճակի չէ մուտք գործել Աստծո թագավորություն։ Համեմատեք Առաջին Կորինթացիս 15:50 խոսքի հետ։ Հետևաբար մարմնից ծնված մարդը պետք է վերևից կամ վերուց ծնվի։ Իսկ հոգուց ծնված մարդ ըստ էության հոգի է։ Միայն այդպիսի մարդն է կարող մուտք գործել Աստծո թագավորություն։ Այս ամբողջ մտքի հոսքը հիշեցնում է այն, ինչ Հովհաննեսն արդեն ասել էր առաջին գլխի 13-րդ տողում։ Այստեղ նա հակադրում է Աստծուց ծնվելը արյունից, մարմնի կամքից կամ մարդու կամքից ծնվելուն։ Այս գաղափարը շատ բնորոշ է Հովհաննեսի ավետարանին։ Մարդու ծագումն որոշում է նրա բնությունը։ 8-րդ խոսքում Տեր Հիսուս մի համաբանություն է նշում բնութագրելու հոգու գործը։ Քամին լավ պարզաբանում է հոգու գործը, որովհետև երկուսի, քամու եւ հոգու գործի ծագումն էլ հեշտ չէ բացահայտել, սակայն դրանց հետևանքը հեշտ է տեսնել ու զգալ։ Հոգու ծագումը խորհրդավոր է մարդկանց համար, սակայն նրանք կարող են զգալ նրա ներկայությունը եւ տեսնել նրա գործունեության հետևանքները, թե իրենց, թե այլոց կյանքում։ Հունարենում հոգի եւ քամի բառերը նույնն են, դա պնեումա բառն է։ Այս նույնը վերաբերվում է նաև եբրայերեն ռոախ բառին։ Այսպիսով բնագրում վերոնշյալ համաբանությունը առավել ազդեցիկ է։ Այս համեմատությունը վերաբերում է հենց այն մարդուն, ով ծնվել է հոգուց։ Աշխարհի համար անհասկանալի է, թե ով է նա, որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Այս օրինակի միջոցով Տեր Հիսուս հիշեցնում է Նիկոդեմոսին մի բան, որ նա որպես օրենքի ուսուցիչ արդեն կարող էր իմանալ հին կտակարանի վկայություններից։ Մասնավորապես Ժողովող 11:5 խոսքում կա ակնարկ թե հոգու գործունեության, անորսալիության, թե ծննդյան հետ կապի մասին։ Կարդանք. Ինչպես որ չգիտես, թե որն է քամու ճանապարհը, ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորները կազմավորվում, նույնպես եւ չգիտես ամենաստեղծ Աստծո գործերը։ Նիկոդեմոսի վերջին հարցը, որն էր այդ ինչպես կարող է լինել, կարելի է մեկնաբանել որպես Հիսուսի նշած հոգևոր նոր ապրումներն ունենալու ցանկություն։ Այս բաներ ասելով նա նկատի ուներ այն ամենը, ինչ Տերն ասաց Սուրբ Հոգու ներգործության մասին մարդու մեջ։ Նա կրկին անդրադարձավ հոգուց ծնվելու այդ հրաշալի երևույթին եւ հարցրեց դրա հնարավորության մասին։ Իր պատասխանում Տեր Հիսուսը նախ արտահայտեց իր զարմանքը, որ Նիկոդեմոսը այդքան քիչ էր հասկանում այն ամենից, ինչ նա ասում էր նրան։ Նրա խոսքերը հնչում էին որպես հանդիմանություն։ Նիկոդեմոսը սովորական մարդ չէր։ Նա ուսուցիչ էր մասնագիտությամբ եւ ոչ թե ինչ-որ աննշան անձնավորություն։ Նա Իսրայելում ճանաչված հեղինակություն էր։ Այսպիսով Նիկոդեմոսը պետք է հասկանար, թե ինչ նկատի ուներ Տերը հոգուց ծնվելու մասին խոսելիս։
Որպես օրենքի գիտակ, նա պետք է տեղյակ լիներ մարգարեների խոսքերին Սուրբ Հոգու ներգործության մասին վերջին ժամանակներում։ Այս կերպ Տեր Հիսուսը զրույցն անձնական դարձեց, ընդգծելով Նիկոդեմոսի պատասխանատվությունը։ Նա նրան ուղղակիորեն դիմեց «դու» դերանվանմամբ, ինչը ևս ընդգծում է խոսքի անձնական բնույթը։ Այս պահից Տեր Հիսուս սկսեց մեկ այլ կերպ բացատրություն տալ, որի մասին կշարունակենք խոսել մեր հաջորդ հաղորդմանը։ Սիրելի հեռուստադիտող, շնորհակալ եք, որ հետևեցիք մեզ, որ դիտում եք մեր հաղորդումները, եղեք օրհնված, մինչ հաջորդ հանդիպում։